Բարի վերադարձ առաջին ծրագիր շարունակում ենք մեր եթերը եւ սպորտից միանգամից տեղափոխվում ենք երկարվեստ եւ խոսելու ենք հետաքրքիր նոր աշխատանքների մասին։ Այո, մեր հյուրն է երգահան Նոնա Ալեքսանյանը, բարի առավոտ։ Բարի լույս։ Բարի լույս, բարի առավոտ։ Շատ լավ։ Եկեք մի փոքր հասկանանք, ինչ երգեր ունենք եւ ովքեր են այսօր կատարում ձեր երգերը եւ գումարած այդ ամենին, ձեր երգերը նաեւ վերածում են տեսահոլովակներ, որտեղ նաեւ հենց դուք եք ներկայացնում։ Ճիշտն ասած, ստեղծագործում եմ վաղուց, մանկուց, բայց տարիներ դադար էի վերցրել եւ ավելի անցել էի դասավանդման, վոկալի դասավանդման եւ այս վերջերս անցյալ տարի շատ կարեւոր տարի էր ինձ համար։ Ես վերջնական արդյունքի հասցրեցի իմ հեղինակային 3 երգեր, որոնք ունեն իրենց ամբողջ գործիքավորումը, ձայնագրությունը եւ նրանցից մեկը ամենահետաքրքիրը ինձ համար դարձրեցի տեսահոլովակ։ Շնորհակալ եմ մամ երգն է, որը թեման արդեն ամեն ինչ ասում է։ Այո։ Վերում եմ, իսկ ընդհանուր առմամբ ունեմ նաեւ շատ երգեր, արդեն 80-ի մոտ հեղինակային երգեր, որոնց եւ բառերը եւ երաժշտությունը իմն են, եւ այս պահի դրությամբ Զարուհի Բաբայանն է կատարում իմ երգը։ Ունեմ նաեւ 3 հայտնիներ, որոնք ընթացքի մեջ է իմ երգերը, բայց փակագծերը կբացենք հետո։ Ահա։ Դե ինչ մենք այս պայն ունենք հնարավորություն դիտելու, շնորհակալ եմ մամ, փաստորեն ձեր վերջին ստեղծագործությունն է, որը կատարում եք դուք եւ նվիրվում է բոլոր մայրիկներին։ Հիմա մեր եթերում հեռուստապրեմիերա։ Շնորհակալ եմ մամ, ամեն ապրածս օրվա համար, ինձ կյանք պարգևելու համար։ Մամ, քեզ բառերով երգեմ, որ իմ կարոտն առնեմ, մամ, կյանք քո թևերով ինձ տար, ու դեռ կապրեմ երկար, առանց քեզ, իմ մամ, քեզ կարոտում եմ, միշտ էլ կհիշեմ, դու արև ես, շունչ ես, իմ մամ, միշտ երազում եմ, իբրև քո գրկում եմ, իմ թանկանում, իմ մամ։ Հույս, քեզ հետ ուղին կանցնեմ, որ իմ ցավին հաղթեմ, հույս, սեր, քո արևով ինձ տար, տաք հուշերով կապրեմ, հենց քեզ հետ, իմ մամ, քեզ կարոտում եմ, միշտ էլ կհիշեմ, դու արև ես, շունչ ես, իմ մամ, միշտ երազում եմ, իբրև քո գրկում եմ, իմ թանկ անուն, իմ մամ։
Շնորհակալ եմ քեզ, մամ։ Այո, շնորհակալ ենք մեր մայրերին, մեզ կյանք տալու համար ու սեր տալու համար։ Ես էլ ուզում եմ այս տեսալովակը իմ անունից, իմ կողմից նվիրել իմ մայրիկին եւ բոլոր մայրերին։ Ձեզ էլ ենք շնորհակալ այս գեղեցիկ գործի համար։ Եվ իհարկե ողջունենք իմ շացիելի տիկին Նայրային, ով մայրիկի կերպարն էր կերտել տեսահոլովակում եւ Պանարմենյան մեդիա դպրոցում շատ ուսանողների համար հենց մորդերն էլ տիկին Նայրան ստանձնում է, ողջունում ենք եթերից եւ իհարկե շնորհակալ ենք այս գեղեցիկ տեսահոլովակի համար։ Ես նույնպես շնորհակալ եմ Պանարմենիա մեդիա դպրոցին։ Դասավանդում եք։ Այո, դասավանդում եմ այնտեղ ու հետաքրքիր համագործակցություն ստացվեց այս տեսահոլովակի ամբողջ նկարահանումը Պանարմենյանի դպրոցին էր վստահված։ Եվ դասավանդման մասին մի փոքր խոսենք, որքանով դժվարություններ կան, որքանով հաճելի է այդ գործընթացը։ Դասավանդում եմ արդեն 16 տարի, ունեմ բավականին մեծ անցած ճանապարհ, դասավանդում եմ նաև Ռոմանոս Մելիքյանի երաժշտական քոլեջում, հենց էստրադային վոկալ բաժնում եմ աշխատում եւ Պանարմենիա մեդիա դպրոցում 3 տարի արդեն դասավանդում եմ ու միայն ուրախ եմ, որ կարողանում եմ իմ փորձն ու գիտելիքները փոխանցել մեր այս հրաշք սերնդին։ Եվ նշեցիք նաև, որ հեղինակային երգեր գրում եք ոչ միայն ձեզ համար, այլ նաև երգեր գրում եք այլ արտիստների համար, հետաքրքիր ինչ համագործակցություններ են եղել այս տարի եւ նախորդ տարիներին եւս։ Ճիշտն ասած, արդեն Զարուհի Բաբայանը երգեց իմ ստեղծագործությունը «Սիրուն է սեր» եւ բառերը եւ երաժշտությունը իմն են։ Բավականին լայն դիտում հավաքեց, հիմա ունեմ 3 հայտնի մարդկանց, որոնց ես համագործակցում եմ, իրենք պետք է իմ երգը երգեն 26 թվականին, հաստատ կլինեն այդ հետաքրքիր նորությունները։ Ուղղակի չեմ կարող ասել, իրենք կբացեն, այո, 26 թվականին։ Ինչեր է լինելու 26 թվականին, որտեղ ստեղծագործող մարդու համար անընդհատ աշխատանքային process է։ Ես 25 թվականը դե տեսակ շատ ակտիվ տարի էր ինձ համար, 26 թվականի համար հենց սկզբի համար պատրաստել եմ շատ մեծ պրոյեկտ հայրենասիրական երգ է, որը ես նվիրում եմ իմ Սյունիք աշխարհին։ Ես այնտեղից եմ եւ շատ մեծամասշտաբ երգ եւ տեսահոլովակ է լինելու, որ բացի ինձնից լինելու են հայտնի երգիչ երգչուհիներ։ Սա իհարկե մեծ ծրագիր է նախատեսվում։ Այո, այո։ Բայց հուսով եմ պատվով կանցնենք եւ 26-ին արդեն լսելի կլինի։ Ինձ միշտ հետաքրքիր է, ստեղծագործող մարդկանց մոտ, քանի որ համ երաժշտությունն է գրում, համ բառերը։ Առաջինը ո՞րն է միշտ լինում, բառերը թե երաժշտությունը։ Իմ դեպքում երկուսը մեկտեղ եւ առաջին հենց օրը ինչ որ հորինում եմ, դա շատ քիչ մշակման է հետո ենթարկում։ Ամբողջ հիմնական երգ երաժշտությունը, կարելի ասած մի տուն եւ կրկներգ հենց այդ պահին է լինում։ Հետո ինչքան էլ ուզում եմ փոփոխեմ, վերադառնում եմ այն նրան, որը հենց սկզբից եկել է։ Իսկ ոգեշնչումը որտեղից է գտնում, որովհետև տարբեր մարդկանց տարբեր բաներ են ոգեշնչում, Իմ ոգեշնչման եւ ներշնչման աղբյուրը կյանքն է իր բոլոր դրսեւորումներով, ուրախ եւ տխուր օրերով։ Որ ավելի շատ տխուրը թե ուրախը։ Դե ավելի շատ թախծոտ երգեր եմ գրում, հայերին բնորոշ է դա։ Ինչքան էլ ուզում եմ ակտիվ ռիթմիկ երգեր, մեկը էլի վերադառնում եմ, ինչ որ մելոդիկ գիծը դառնում է շատ ավելի թախծոտ, բայց կյանքն է, մարդկային հարաբերությունները եւ իհարկե սերը իր բոլոր դրսեւորումներով։ Այսօր արտիստների պահանջը մի փոքր այլ է, հա, եթե ժամանակին մեղեդին էր գերակշռում երաժշտության երգի մեջ, այսօր մեղեդին մի փոքր անցել է ետին պլան եւ ավելի այսպես ռիթմեր, տակտեր, որոնց չես հասկանում ինչ է։ Եվ բառերի բովանդակությունն է անցել։ Անհասկանալի։ Արդյոք ստեղծագործող, ազնիվ ստեղծագործող մարդու համար սա պատնեշ է դառել, թե Ճիշտն ասած, ես երկար եմ ինքս մտածել այդ թեմայի շուրջ եւ մի հետաքրքիր բան կար։ Երբ որ ստեղծագործում ես այս դասական, հա, էստրադա կոչվածում, մտածում ես կլսեն թե չէ։ Հիմա ռաբիզը գերակշռում է իհարկե մեր էստրադայում, մեր երգարվեստում, բայց իզարմանս ինձ, երբ որ դու ինչ-որ մի բան հոգով ես անում, իզարմանս ինձ իմ երգը շատ լսելիություն ունեցավ, ավելի քան իմ, ասենք, անհայտ անունը, հա, որպես հեղինակ կատարող։ Այդ դեպքում ես պիտի փորձեմ ու պարտավորեմ ստեղծագործել։ Հավատարիմ մնալ։
որակյալ երաժշտություն մատուցել։ Այդքան էլ ինչքան մենք ժամանակին ճիշտ է, ռաբիս երաժշտությունը ավելի շատ էր կլանում դաշտը, քան էստրադան, բայց այսօր եկեք հասկանանք ու համաձայնենք, որ նույնիսկ ռաբիսը չի այդքան կլանում, ինչքան անհասկանալի ռիթմերով ու բառերով երգեր, որոնք չես հասկանում ինչ է։ Կյանքը ռիթմի մեջ է ու բնականաբար երաժշտությունն էլ դա պիտի դրսևորի։ Եվ քանի որ մոտենում ենք դեպի 2026 թվականին, տարին ամփոփելով, ինչպիսին էր ձեզ համար, ինչի համար եք շնորհակալ 2025-ին։ Ես ամեն առավոտ արթնանալուց շնորհակալ եմ լինում ամենափրկչին ու հետո օրը պլանավորում եմ, այդպես էլ տարին եմ պլանավորում։ Ինձ համար միշտ շնորհակալ եմ, որովհետև շնորհակալ լինելու նուրբ արվեստը դա ամենակարևորն է մարդու կյանքում ու շնորհակալ եմ այս տարուն, ներում եմ բոլորին եւ ամեն ինչ ու գնում ենք դեպի 26 թվական։ Արդեն դες հաջողություն։ 26 թվականին կհանդիպենք արդեն ավելի այսպես անուն խոսենք համագործակցությունների մասին, ուզում եմ ձեզ նվիրել ամանորյա բացիկ, արևոք բացիկները, որտեղ կա հնարավորություն գրելու ձեր բոլոր սրտի բարեմաղթանքները ձեր սիրելիների համար, իհարկե նվերների հետ միասին։ Շնորհակալ եմ շատ ձեզ ջերմ ընդունելության եւ զրույցի համար։ Շնորհակալ Ձեզ եմ։ եւ շնորհակալություն։ Հիմա կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։